Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է։ Ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Կառավարությունը էլ դարդ չունի, ճիշտ է ասում։ Հա իհարկե խելքից աղքատ, եթե խելքից աղքատ չեղներ, իրան չեր ընտրե։ Ես համաձայն եմ իր այդ մեր մտքի հետ համաձայն եմ։ Եթե խելքից աղքատ չեղնեին, չէի ընտրե իրան։ Ես ինձի կմեղադրեմ առաջի ընտրելու համար իհարկե այդ մի անգա։ Չնայած ես իրան չեմ ընտրել, ես ընտրել եմ այն ժամանակ իրանք Ցոլագյանին եմ ընտրել, անկախ ինձանից ձայնս գնաց ԿՊ-ին, այնպես չէ որ իրանց եմ ընտրել, բայց բոլոր դեպքերում իրանց ձայն եմ տվել։ Իմ խելքից է, ես համաձայն եմ այդ մտքի հետ։ Հա ճիշտ է ասում։ Այսինքն որ իրան թողել են այդտեղ այդ մարտիկ։ Դրա համար էլ մարդու խելքից աղքատություն։ Ամեն ինչ ճիշտ է ասում։ Ինչ ասում է ճիշտ է ասում։ այ ասում աղքատ քաղաքացին կառավարության հոգսը չէ, ճիշտ է ասում։ Հա ճիշտ է ասում։ Ինքն այդպես սարքե։ Սարքել է որ աղքատ մնան։ Ինքան է տալիս որ շնչեն էլի։ Մի քիչ որ լիաթոք շնչեն վատ կերնի երկրի համար, իր համար նույնպես։ Ժողովրդի պետք է ժողովրդի մասին մտածել, որ ժողովուրդը սոված չլինի։ Ժողովուրդը կռիվ չտեսնի, ու ժողովուրդը լավ ապրի։ Ուրիշ բան պետք է մեզ։ Չէ, աղքատությունը գալիս է նրանից, որ հանրապետությունում դες փողերը ճիշտ չի դասավորված։ Չէ։ Մի մոտ ոնց է ստացվում, որ մեկը լավ հարուստ է, մյուսը չէ։ Սովետական միությունում ինչի է ձևի բաներ չկար։ Պետությունը պարտավորվածություն ունի այնքան, ինչքան քաղաքացին այդ պետությանից բան է պահանջում։ Եթե դու պետությունից բան չես պահանջում, պետությունը քեզնից ինչ պարտավորություն ունի։ Պետությունից դու պետք է պահանջես, չէ՞ որ ինքը լավ լինի։ Պետք է պահանջես, սա պետք է պահանջես, սա նա պետք է պահանջես, նա պետք է պահանջես։ Եթե ժողովուրդը հանգիստ խելոք նստած է, ինչ պահանջի մասին է խոսքը։ Թող ինքը հիշեր անձարը, որ ինքն է աղքատ էր, մեկից տարավ մարդ, եւ նրանք անձով տարավ մարդ։ Այս աղքատ մարդով է ինքը տարե մարդ։ Մեր ժողովուրդով է տարե մարդ, թող հիշեր անձան։ Իրա հին պատմությունը թող հիշե։ Ախր դիք խելացի մարդը պետք է խոսար։ Մի իր խելքը ես աղջիկ ջան ավարտել եմ ուսումնարան տեխնիկում ինստիտուտ 50 տարի շինարարություն եմ վերել։ Մի ինքն է խելացի թե ես։ Ինքը ոնց կարող է ինձ ասել թե բանի թոշակառուի դիդակցությունը այսպես չեն լսի։ Չի կարելի, պարոն վարչապետ, չի կարելի։ Մարդը մինչև խոսա, պետք է մտածել նոր խոսա, էլի։ Հենց այնպես չի կարելի խոսալ։ Չէ, խելքից չէ։ Ինչ ասեմ, բախտից է երևի։ Խելքից չի եղնի, որովհետև խելքերը ստեղա ամեն ինչ աշխատող ենք, տնեցիկ էլ աշխատող են, բայց որ պետությունը մեզի պարտքեր պետք է տաշ չտվեց, դոր համար մենք անխելք չենք։ Այնքը ասում է, որ աղքատ քաղաքացին կամ ընդհանրապես քաղաքացին կառավարության հոգսը չէ, ճիշտ է ասում։ Աբում հոգսն է։ Կարող ուրիշ պետության հոգսն ենք, եշտանք ուրիշ պետություն ապրենք։ Պետք իրանց պարտականություններ, որ մարդկանց տնով ապահով էին, ամոթ չեն ենե։ Պաշկիվա բջարները միլիոնավոր կուդան, բայց մի շենք սարքեին մարդկանց տնագներից անեին։ Ամոթ է։ Ամոթը չնայած չիդեն ինչ բան է։ Իրանց խելքից ենք մենք աղքատ, ոչ թե աշխատողների խելքից կամ ժողովրդի խելքից են աղքատ։ Իսկ աղքատ քաղաքացին կառավարության հոգսն է, ասում է կառավարությունը դարդուցավ չունի, որ աղքատ քաղաքացու հոգսով ապրի։ Ում դարդուցավ պիտի հոգային կը, եթե ոչ աշխատողների կամ ժողովրդի։ Իրանց սուրբ պարտականությունն է դա։ Բարելավել մարդկանց ապրելակերպը, բարելավել մարդկանց ամենօրյա օրերի անցկացումը, այդպես է, թե չէ իրենք ուրիշ էլ ինչ են անելու։ Ամբողջ աշխարհում անգան, այդ է